Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, գործարար ալիքն եք դուք դիտում կամ լսում, թե քայր հաղորդաշարն է, Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդումն է, նա էլ առաջին խոսափողի մոտ է, Դավիթ Խումարյանն է ձեզ համար աշխատում, երկրորդ խոսափողի մոտ։ Մենք փորձում ենք ամփոփել տեխնոլոգիական շաբաթը կամ խոսել, թե հաջորդ շաբաթ ինչ է տեղի ունենալու տեխնոլոգիական համայնքում, բայց մինչև դրա մասին խոսելը մենք նախազրույցում մի իրավիճակի բախվեցինք, որ մենք ունենք տերմինաբանության հետ խնդիր, նույնիսկ ես որ կարծես թե հաճախ շփվում եմ համայնքում եղած մարդկանց հետ, ինձ համար մի փոքր անհասկանալի է ինչ է նշանակում ստարտափ։ Եկեք ստարտափից ստարտափ անենք մեր այսօրվա թողարկումը, հետո շարունակենք։ Ես միշտ կարծել եմ, որ ստարտափը դա նոր սկսող, արագ աճող տեխնոլոգիական ձեռնարկություններն են։ Ողջույն Դավիթ ջան, հա, համարյա ճիշտ ես սահմանում, բայց տեղ ամենակարևոր կոմպոնենտը երկրորդն է, արագ աճողը, որը որ մարդիկ շատ հաճախ բաց են թողում, ոնց որ նոր սկսող ու մեկ էլ պարտադիր չի տեխնոլոգիական, էդ էլ ոնց որ էլի բան է, քանի որ ստարտափների մեծ մասը տեխնոլոգիական են, մարդկանց թվում է, թե ստարտափը դա պարտադիր պետք է տեխնոլոգիական լինի։ Ուղղակի ստատիստիկորեն ստարտափների մեջ տեխնոլոգիական ընկերությունները շատ են, որովհետև տեխնոլոգիաների միջոցով է հիմնականում հնարավոր լինում արագ աճ ապահովել, հա, մի անգամ կոդը գրեցիր, եթե լավն է պրոդուկտը, միլիոն հոգի մի գիշերում օգտագործեց։ Ֆիզիկական ինչ-որ պրոդուկտների դեպքում կամ այլ բիզնեսներում շատ դժվար է այդքան արագ հաճախորդներ կամ բաներ ներգրավել։ Հիմա այս արհեստական բանականության հետ այդ էլ ավելի արագ է դարձել, եթե ոնց որ տեսնեք, թե ինչ արագությամբ են մի քանի միլիոնից մի քանի 100 միլիոն հաճախորդի կամ նույն եկամուտների հասնում ընկերությունները, այս վերջերս ամենահայտնին այդ բանն է, լավաբլն է, որ իհարկե OpenAI-ը նույնպես ChatGPT-ին, բայց 2-3 տարվա ընթացքում արդեն 400 միլիոն տարեկան եկամուտը անցան, այդ արդեն ասում է, այսինքն հետ գանք սահմանմանը, հա, շատ տարբեր սահմանումներ կա իմիջիայլոց, բայց հեն ասում է Core Silicon Valley բանում ստարտափ հավասար է աճ։ Հիմա կարա ընկերությունը որ ստաբիլ տեմպով աշխատի, հետո միամիտ դառնա ստարտափ, հետո դադարի ստարտափ լինել։ Լինում են տենց դեպքեր, երբ որ դեռ հետազոտության մեջ է կամ հիմնադիրները կարող է տենց ամբիցիաներ չունեն, մեկ էլ ու փոխվում է իրանց միտքը եւ այլն, փոխվում է, հա, կարա լինի, ու հակառակն էլ է լինում, որ սկսվում է որպես ստարտափ, հետո հասկանում են, որ չեն ուզում կամ չեն կարում ինչ որ այդ արագությամբ աճեն, ներդրողներից հետ գնում են իրենց բաժինները ու աճում են սովորական բիզնես, սովորական տեմպով, այդ որ ասում ենք սովորական ու չսովորական, սովորաբար առողջ բիզնեսները, տենց ամբիցիաներ ունեցող բիզնեսները, կլասիկ, տարեկան 20-30, 15-ից մինչև 30% աճելը, դա նորմալ առողջ աճի տեմպեր է, հնարավոր աճի տեմպեր է, բայց մենք խոսում ենք պայթյունային աճերի, հա, անգամներ 200-300 Y կոմբինատորը, որը որ աշխարհի համար մեկ աքսելերատորն է, այնտեղ ասում են, եթե վերջին 6 ամսում ամսեկան եկամուտդ աճում է 10%-ով, ամսեկան, ու կրկնվող, հա, monthly recurring revenue, հա, եւ 10% աճում է, դու արդեն հետաքրքիր ես, դա համարվում է, որ լավ աճ է ստարտափի համար, ու արդեն դու հետաքրքիր ես venture-ային ֆոնդերին։ Հիմա ես ուզում եի խոսալ, որ մեր հանրության մեջ ու նույնիսկ մեր տեխնոլոգիական
հանրության մեջ բան կա, հա, այդ թյուրն բռնումը կա, թե ստարտափների, ինչա ստարտափը, թե ովքեր են ստարտափ հիմնադիրները, հա, քանի որ շատ այդ հակատոններ, ինկուբատորներ, աքսելերատորներ, այդտեղ էլ տերմինաբանության լուրջ խնդիրներ ունենք, թե ինչին ինչ ենք ասում, տենց խառը ամեն օր դուրս են գալիս սամիտներ, կոնֆեր, հակատոններ, աքսելերատորներ ու ինկուբատորներ, որոնք որ իրանց անունը սխալ անուն է, հա, հիմա չեմ ուզում հատ ասեմ, բայց ուզում եմ ոնց որ հստակ sense գցենք տեղը, էլի։ Startup founder-ներ աշխարհում ոնց որ ստատիստիկան ասում է, որ հաջողակ ստարտափների հիմնադիրների տարիքը 35+ է։ Այն որ մենք գիտենք ինչ որ պատմություններ Մարկ Ցուկերբերգ, չգիտեմ, ուսանողական տարիքում կամպուսում սարքած պրոյեկտներ եւ այլն։ Իրանք միլիոնից մեկ օրինակ են, հա, ու շատ պատմված։ Ստատիստիկորեն հաջող կամպանիան, հաջող ստարտափների հիմնադիրները 35-ից վերև են։ Ու այդ մոտեցումը, որ կա Հայաստանում, որ ստարտափերներ, բան, տենց ինչ-որ, հա, ես ուզում եմ բոլոր նրանց, ովքեր որ ստարտափեր բառը ասում են, պահիտակ պատկերացնեն, որ Ստիվ Ջոբսն է իրանց առաջ կանգնած ու ասում են ստարտափեր։ Կամ ասենք, չգիտեմ, Արտավազդ Մինասյանն է կանգնած, կամ Դավիթն է կանգնած, Service Titan-ի Վահեն է կանգնած ու իրան ասում են ստարտափեր։ Եթե հենց որ այդ պատկերացնեն, էլ չեն ասի, էլի ոնց որ այդ բանը մոտեցումը, հա, այդ երեխեքը չեն, այդ ուսանողական, այն ինչ որ արվում է ուսանողական բաներում, դա շատ լավ է, հա, Startup Boot Weekend կա, Epic կա, բան կա, շատ մենք էլ կարմատում ենք կազմակերպում եւ այլն, այդ շատ լավ է, բայց չի կարելի իրանց ոնց որ համարել ստարտափներ։ Իրանք ուղղակի խաղում են ստարտափ խաղը, որ սովորեն դառնալ։ Ինչը շատ լավ է, ասենք, ֆիքսենք, որ շատ լավ բան են անում, չի որ բաց բան են անում։ Այդտենց խաղ կա, կոչվում է Biz World, որը լրիվ սիմուլյացիա է անում, մի օրվա ընթացքում կարելի է խաղալ ու մեծերով են հավաքվում խաղում, էլի, ու սիմուլյացիա է այդ ամբողջ համակարգի բիզնես աշխարհի ու սովորում ես ոնց է աշխատում այդ համակարգը, հենց որ խնդրում եմ չխառնել ուսանողական, ուսումնական ստարտափներին, այդ խաղը խաղացողներին, որպեսզի սովորեն, եւ իրական հիմնադիրներին, ովքեր որ այս աշխարհում բան են փոխում, ու այդ աճը ապահովելը, ամսական 10% աճ ապահովելը, այդ կատակ բան չի։ Այդ մարդիկ զրկվում են, կարելի ասել, ամեն ինչից, անձնական կյանքից, հանգստից, չգիտեմ, հաճելի ցանկացած բանից, հա, ու մտնում են շատ դժվար տեղ, էմոցիոնալ մեծ պիկերով, վայրի վերումներով, ու այդ բանը, եթե ոնց որ լավ պատկերացնեք, այդ գլադիատորը։ Սիրելի ռադիոլսողներ, Սարգիսը եղել է գիտի, էլի, այնց բնական է նկարագրում, երևում է որ տենց բեքգրաունդ ունի։ Այդ բանն է, Գլադիատոր ֆիլմը եթե դիտել եք, այն տեսել եք ինչքան գլադիատորներ մրցում են իրար հետ, վերջում մեկը հաղթում է, չէ՞։ Այ հենց այտենց կյանք է, ոնց որ ստարտափ հիմնադիրների կյանքը ու նախանձելի չի, բայց ունի իր ոնց որ լավ կողմերը։ 21-րդ դարի գլադիատորներն են, էլի, ստարտափներով զբաղվող մարդիկ։ Հա, ու հետո գանք բանին, հա, եւ հիմա նաեւ ինչ կա, ինչ խնդիր եմ տեսնում, որ outsource-ային ընկերությունները շատ լավ է որ անցնում են սեփական պրոդուկտների, բայց այդտեղ մտածելակերպի լուրջ փոփոխություն է պետք։ Լավ ու վատի համար չեմ ասում, հա, outsource բիզնես սարքելու համար ուրիշ մտածելակերպ բա պետք, ստարտափ սարքելու համար ուրիշ մտածելակերպ է պետք, ու ես շատ տեսնում եմ, որ սկսում են ու ձախողում են, աստվածատող բոլորը հաջող են, բայց այդ հիմնական պատճառը ձախողելու լինում է մտածելակերպի չկարողանալ չկարևորել
մտածելակերպի փոփոխությունը թե հիմնադիրների մոտ, թե ամբողջ թիմի մոտ։ Դա էլ է դժվար մարդկանց համար։ Մարդիկ ինչ որ մի ձևով աշխատելուց սովորել են, նամանավանդ որ հաջողության են հասել այդ ձևով աշխատելուց, իրանց թվում է որ իրանք արդեն գիտեն հաջողության ճանապարհը ու հիմա խաղի կանոնները կտրուկ փոխվում է։ Դե հիմնական դժվարությունը մտածելակերպի մեջ լինում է բանը outsource ընկերությունները ունեն մեծ ունակություն product սարքելու, բայց չունեն այդ ունակությունները ընդհանուր առմամբ ընկերությունում հասկանալու ինչ product-ա պետք սարքես, այսինքն շուկայի մասը հասկանալու այդ շուկային պետքա թե չէ ու նաև չունեն այդ ռիթմի զգացողությունը, ինչ որ կա այդ գլադիատորական ռիթմի զգացողությունը, որ կա ստարտափական աշխարհում ու սովորաբար մրցակիցները իրանց հաղթում են։ Մյուս բանը այն է, որ շատ հաճախ outsource-ային ընկերությունների հիմնադիրները իրանք ունենալով ռեսուրսներ են դնում այդ անելու մեջ։ Դա շատ լավ է առաջի էտապում, բայց խուսափում են ներդրումներ ներգրավելուց ու դա իրանց աճը դանդաղացնում է։ Բայց sense բան կա, չի ասում են, ինչքան ուշ ներդրումներ բերես, այդքան ավելի շատ կբերես, տենց տրամաբանություն կա, այսինքն պետք է մինչև վերջ փորձես քոնով անես, հետո նոր սկսես դրսից փող բերել։ Շատ հետաքրքիր կետի եկանք, իրականում բայց շատ հաճախ դու ներդրում վերցնես թե չվերցնես, կախված չի քո կարիքներից, կախված չի քո մտածելակերպից, դու սիրում ես, դա չես սիրում, ուզում ես, պատրաստ չես, կախված ալում շուկայից, երբ որ դու քո մրցակիցները $100 միլիոն ներդրում են ձեռք բերում, հենց որ շուկան արդեն սկսում է երևալ, փողերը գալիս են, վենչուրային ֆոնդերը սկսում են հետաքրքրվել այդ շուկայով, իրանք սկսում են փնտրել այդ շուկայի հաղթողին ու թեստ դնել փոքր հենց որ տենում են ով որ առաջա գնում, մեկ էլ տեսնում ես մեկը ստացավ իր առաջի 100 միլիոնը։ Այսինքն երբ որ դու այդ առաջի բանին չես մասնակցում, երբ որ քո մեջ փոքր չեն դնում, դու մրցակցությունից դուրս ես մնում։ Էդ էլ կա, չի խանգարում, որ կարողա դու քո ներդրումներով էլ այդ մրցակցության մեջ ընենց երևաս, որ այդ 100 միլիոնը ոնց որ քեզ գա, բայց հենց որ քո շուկայում այդ տեղի ունեցավ, դու արդեն գնացքը բաց ես թողել։ Եթե քեզ եկան առաջարկեցին, դու չվերցրեցիր, գնալու են քո մրցակցին տան։ Ու մրցակիցը ավելի վատ պրոդուկտով, մարքեթինգով ու վաճառքներով քեզ ուղղակի շուկայից դու չես երևալու շուկայում, քեզ թաղելու է շուկա մարքեթինգով ու բանով, հա, այդ այնց բաշերտած։ Բայց անարդար բան կա դրա մեջ, Սարգիս։ Այսինքն գլադիատորական այսինքն կոնյունկտուրան ենթադրում է, որ դու սենց թե նենց պիտի գնաս ինվեստիցիա վերցնելու քո պրոդուկտը ինչ որ մեկի հետ կիսելու։ Այո, կամ քեզ ինվեստիցիա վերցնողը իր մուսկուլները մեծանում, հա, ինքը պրոստը տես լղջում է։ Դու մնում ես քո լավ պրոդուկտով գրկած։ Մյուս մտածելակերպի փոփոխությունը ստեղ է կայանում, որ դու չես որոշում, երբ միայն դու լավ sense ասեմ, միայն դու չես որոշում, երբ ինչքան ու ինչպես վերցնես ներդրումը, հա, եթե դու իրոք լավ ընկերություն ես, խնդիր ես լուծում ու այդ շուկան կա, այնտեղ կախված է առաջինը ով է, քանի մրցակից ունես, առաջինը ով է եւ այլն, բայց ասեմ հիմնական դժվարությունը այդ մտածելակերպի փոփոխության կարողանա նրանում, որ փորձում են սարքել իրանց պրոդուկտը ավելի լավը տեխնոլոգիապես մերը մի քանի միլիվարկյան ավելի արագ է այս հարցը անում, մերը մի քիչ հա այս բանը, այս արհեստական բանականության մոդելների մրցակցությունը որ կա է, մենք բանը ավելի արագ եւ այլն հիմա էլ այդ AI ագենտների եւ այս բանը կա շատ մյուս կողմից շատ մեծ հնարավորություններ է հիմա բացվում, եթե ժամանակ ունեք, եկեք AI Conf ապրիլի 18-ին շատ հավես AI Conf-ալինելու կոնֆերանսա լինելու պետական համալսարան Երևանեն ՀՏԶՄ CRISP համագործակցությամբ
լինելու է նրա մասին, թե շուտով Հայաստանը մտնում է աշխարհի top 10 արհեստական բանականության համար նախատեսված հաշվարկային հզորություններով։ Իսկ ով կա այդ top 10-ում։ Ովքեր են մեր հարևանները այդտեղ։ ԱՄՆ, եվրոպական մի քանի երկրներ, եթե չեմ սխալվում, արաբական ինչ-որ երկրներ, Չինաստան, իհարկե։ Լուրջ երկր եւ այլ լուրջ երկրներ։ Մտնում ենք այդ top 10-ի մեջ ու ամբողջ կոնֆերանսը նրա մասին է լինելու, թե ինչպես կարող ենք դա օգտագործել, թե հայկական տեխնոլոգիական ընկերությունների, AI ընկերությունների նոր ալիք ստեղծելու համար, թե նենց որ ովքեր որ հետաքրված են ու մտքներին կա մոտ ժամանակները սկսել, համեցեք, եւ մյուսը ինչպես կարող ենք Հայաստանի տնտեսությանը ծառայեցնել, որովհետեւ այդ հաշվարկային հզորությունները այս պահին հենց որ սկսվեց, այնպես չի որ մենք ամբողջությամբ կարողանալու ենք սպառենք, դա դրսից է օգտագործվելու։ Հիմա եթե կարողանանք այնպիսի պրոդուկտներ մտածենք, այնպիսի արագությամբ մեր տնտեսությունը անցկացնենք արհեստական բանականության կիրառության բոլոր ուղղություններով սկսենք կիրառել, միգուցե կարողանանք մեծ մասը այդ մենք օգտագործենք, մենք սպառենք։ Այդ նշանակում է, որ էֆեկտիվությունը բարձրանում է Հայաստանի տնտեսությունում, եթե օգտագործենք, եթե չօգտագործենք, այդ ուղղակի լինելու է ինչ-որ տենց։ Մենք ընկնում ենք էլի outsource-ի տրամաբանության մեջ, որ մեր ռեսուրսները օգտագործում են ինչ-որ ուրիշ մարդիկ մեր տարածքում, էլի։ Պատկերացեք ատոմակայանը ստեղծվել է Հայաստանում, բայց տներում հոսանք չկա, էլեկտրականություն չկա տներում, մենակ տենց մի քանի գործարանում կա, ու մենք հիմա ատոմակայանը սարքել ենք ու ատոմակայանի ամբողջ էլեկտրաէներգիան վաճառում ենք Հայաստանից դուրս, որպեսզի կարողանանք օգտագործենք, պետք է էլեկտրական ցանցերը սարքենք, հոսանք տներում, որ մարդիկ սկսեն սպառել ու իրենց կյանքը ավելի լավանա, այդ ռեսուրսներ օգտագործվի մեր երկրի համար։ Ես հիշում եմ երևի վերջի մինչև ԱԲ-ի բումը եւ դրամի արժևորումը հիմնական հարցը թե outsource ընկերությունները երբ են դառնալու product արտադրող ընկերություն։ Չէ՞ տենց խոսակցություններ կար։ Հետո դրանից առաջ հիշում եմ կար խոսակցություն, որ մենք soft-ում ուժեղ ենք, բայց hard-ում թույլ ենք, եկեք փորձենք մի բան անենք, որ մենք ինչ-որ hard-ում էլ ուժեղանանք։ Հետո ԱԲ-ն եկավ, կարծես թե այդ բոլոր խոսակցությունները ինչ-որ ուրիշ կողմ են գնացել, թե այդ նույն թեմաները դեռ ակտուալ են։ Որն է հիմա, եթե փորձենք ընդհանուր համայնքով նայենք, հա, հայկական տեխնոլոգիական համայնքի հիմնական մարտահրավերը այսօր որն է։ Hardware-ը շարունակաբար թույլ ենք, պետք է ավելացնենք, հիմա այդտեղ դինամիկա տեսնում ենք, արմատներով էլ ահագին դրա վրա կարողանում ենք ազդենք, բայց այդտեղ կրթական ծրագրերի հարց չի, իրականում լոգիստիկայի հարց է եւ բանի կարիքի շուկան հələ որ երբ որ սկսենք արդեն ակտիվ տեխնոլոգիական գյուղատնտեսության մեջ մտնել երկրով մեկ ինձ թվում է hardware-ը ահագին Հայաստանում կզարգանա, որտեվ ուրիշ ճյուղերում այդքան չեմ տեսնում, որ կարելի է ներսը օգտագործել, ներսում հիմնականում դրսից գնում են այն ասենք չեմ արտադրություն քիչ կա մեր երկրում արտադրություն ընդհանրապես այդ արտադրողներն էլ գնում են բերում են բանից կամ հին սարքավորումներ են օգտագործում կամ գնում են բերում են դրսից այդ այնքան փոքր շուկա է որ նոր ընկերություններ ստեղծվելու հնարավորությունը քիչ է կան տենց մի քանի բայց կարծում եմ, երբ որ մասսայական սկսվի գյուղատնտեսության մեջ օգտագործվել, ինչը հիմա տեղի է ունենում կամաց, այդ սարքերը պետք է լինելու սպասարկել, այդ սարքերը պետք է լինելու
վերազինել այդ վերջերթով սկսելու են նոր պրոդուկտներ, այդ սարքերը թանկ են, հասկանալու են, որ փոստորեն Հայաստանում կարելի ավելի էժան է նույն սարքից արտադրել, կամ նույն սարքից չէ, բայց այս սարքը ունի 10 ֆունկցիա, ես 3-ն եմ օգտագործում, $50,000 փոխարեն $5,000 այդ 3-ով եկեք պատվիրենք մի հատ թիմի թող սարքեն։ Կարծում եմ այդ իմ դիտարկմամբ գյուղատնտեսությունն է, smart գյուղատնտեսությունն է, որ կբերի hardware-ի Հայաստանում իրական զարգացման, տենց որ մեծ ալիք բարձրանա։ Արտահանման տեսանկյունից լոգիստիկ խնդիրները խանգարելու են, հա, ամեն դեպքում, այսինքն մենք չենք կարենա soft-ի նման իրան զարգացնենք դրսից պատվերի արտապատվիրման հույսով։ Այդ կլինի հետո, երբ որ տեղում սկսի լավ զարգանալ, արտապատվեր հիմա կա ուղղակի դիզայնի մակարդակում։ Այսինքն չի Հայաստանում չի։ Մենք խոսում ենք այդ էինք հասկանում։ Այսինքն chip design-ը ինքը hardware է ամեն դեպքում, թե software, այսինքն եթե մենք ունենք chip design-ով զբաղվող ընկերություններ։ Chip design-ը hardware software-ը, որով hardware են դիզայնանում, այդ կոչվում է electronic design automation EDA, էլեկտրական տպասալիքների նախագծման ավտոմատացում։ Այսինքն մենք իրան չենք կարող համարենք, որ մենք ստեղ hardով ենք զբաղվում, եթե chip design-ը։ Մինչև չարտադրենք, այդ էլի դիզայնը։ Մինչև chip չարտադրենք, այդ հələ որ մենք դիզայն ենք անում, թայվանցիք արտադրում են։ Բանը ամերիկացիք լավ աշխատացնում են եւ մեզ եւ թայվանցիքին։ Մենք դիզայն ենք անում, թայվանցիք արտադրում են, իրանք էլ չունեն սեփական չիպեր, մենք էլ չունենք սեփական չիպեր։ Ու լավագույն բանը կլինի, որ կարողանանք համագործակցություն սկսենք առանց Ամերիկայի, չէ՞։ Այսինքն դե հետո պետք է կարողանանք դա վաճառենք, իհարկե դա չենք կարող տանենք Ամերիկայում վաճառենք։ Նիդերլանդներն էլ են, չէ՞, զբաղվում արտադրությամբ։ Ես ինչքան գիտեմ, Եվրոպայում Nordic Semiconductor-ը կա, որը որ ոնց որ հայտնիներից է, իրանք միշտ ստրատեգիական առումով որոշ արտադրություն պահել են Եվրոպայում ու չեն տրվել այդ Ամերիկայի այդ որ ամեն ինչը տանենք Չինաստան outsource անելուն, իրանք դրա համար չեն եղել top կապիտալիզացիայով ընկերություններ, բայց փաստացի ավելի կայուն ընկերություններ են դարձել էլի։ Շատ նման է նրան, որ վերջում իրանք ճիշտ են դուրս գալու, այսօրվա գեոքաղաքական պատկերը տեսնելով շատ նման է դրան, որ իրանք ճիշտ դուրս կգան։ Դե այս պահին, հա, գնում է դեպի լոկալիզացիա, եթե 5 տարի առաջ ինչ-որ մեկը խոսար սուվերեն technology մասին կամ բոլորը կասեն, որ տեխնոլոգիական դաշտը գլոբալ է եւ այդտեղ բան չկա։ Ազգություն եւ յուրիսդիկցիա չկա, հա։ Այսօր ֆրանսիացիք նույնիսկ սուվերենության նախարարություն են բացում, որ կարողանան իրենց երկրում ստեղծված տվյալները իրենց երկրում պահեն, կարողանան կառավարեն, թե ով ունի դրան հասանելիություն, ով չունի, դա ինչ ճանապարհներով ոնց է գնում։ Այդ էլ մի հատ մեծ ուղղություն է նոր ստարտափ սկսողների համար դիտարկելու համար հիմա աշխարհը փաստորեն այդ կողմա գնում, իսկ լուծումները դեռ այդպիսինը չեն մեծ մասը։ Դեռ 2 րոպե ունենք, Սարգիս, AI կոնֆին դուք ելույթ ունենալու եք։ Ես թե դուք լսելու եք։ Ում ելույթին եք սպասում, լավ, sense եթե չեք խոսելու, ում ելույթին եք դուք սպասում։ Ես ասում եմ ադմինիստրատոր մարդ եմ, տեխնոլոգիական մարդիկ են այնտեղ ելույթ ունենալու։ Տեխնոլոգիական մարդկանցից ում ելույթին եք ամենաշատը սպասելու։ Ճիշտն ասած, ես չեմ հասցրել նայեմ խոսնակներին, բայց գիտեմ, որ Ռևը կա Nvidia-ի փոխ նախագահ եւ Հրանտը։ Այդ երկուսին վստահաբար սպասելու եք։ Այդ երկուսին վստահ սպասում եմ, իրանց հետ խոսալը միշտ հաճելի է, խորհուրդ եմ տալիս գտնել շանս Ռևի հետ մի քիչ դժվար է, Հայաստանում չի ապրում, եթե գտնեք շանս հետը շփվելու, անպայման շփվեք, դե Հրանտը մեր մոտահրանտի հետ շանսերը մի քիչ ավելի շատ է, բայց եւ մեր ռադիոկայանի լավ բարեկամն է Հրանտը Խաչատրյան, ասեմ ձեզ սիրելի ռադիոլսողներ, որ երկուսի հետ էլ թե Հրանտի հետ Խաչատրյան, թե Ռևի հետ Լիպարդյան կարող եք մեր YouTube-յան էջում գտնել հարցազրույցները նույնիսկ մի քանիսը։
Իրանք հայտնի դեմքերն են, բայց հավատացեք, որ գաք կտեսնեք համայնքում կան շատ դեմքեր, ուղղակի չգիտեմ իրանք խոսալու են, չեն խոսալու, բավականին լուրջ բանակուտակվել։ Միջավայրը լավն է լինել։ Լուրջ գիտելիքի կրողներ են կուտակվել արդեն փորձավոր։ Համալսարանում է լինելու, որտեղ է տեղի ունենալու։ Պետհամալսարանում, հա։ ԵՊՀ-ում։ Այսքանը սիրելի ռադիո լսողներ, Թեք հայերն էիք դուք լսում, Սարգիս Կարապետյանի հեղինակային հաղորդաշարը, Դավիթ Խումարյանը այն ձեզ համար վարեց, մենք հաջորդ շաբաթ կհանդիպենք, ցտեսություն։